Ավանդ ունես բանկում։ Երկու կարևոր բան ունեմ քեզ ասելու։ Առաջինը, ինչ է լինում, երբ ավանդիդ գումարը շուտ ես վերցնում։ Երկրորդը, ինչպես է հարկվում քո եկամուտը։ Արի քննարկենք։ Մտածում ես խնայողությունները ժամկետից շուտ հանել բանկից։ Սպասիր։ Մտածիր նաև հետևանքների մասին։ Ժամկետային ավանդը նման է խոստումի։ Դու խոստանում ես գումարդ որոշ ժամանակ թողնել բանկում, իսկ բանկը խոստանում է քեզ ներդրած գումարի դիմաց տոկոսներ տալ։ Խոստման խախտումը կարող է ունենալ հետևանքներ ազդելով ստացվելիք տոկոսագումարների վրա։ Եթե ավանդի գումարը պայմանագրի ժամկետից շուտ պահանջես, կարող ես կորցնել ակնկալվող եկամտի մի մասը։ Օրինակ, կարող է ավելի ցածր տոկոսագումար ստանաս կամ էլ առհասարակ չստանաս։ Նման իրավիճակներից կարող ես խուսափել, եթե անսպասելի ծախսերի համար միշտ գումար պահես հասանելի տեղում։ Այդ դեպքում ավանդի գումարը ժամկետից շուտ պահանջելու կարիք չես ունենա։ Երկարաժամկետ ավանդի համար առանձնացնես այն գումարը, որի մասին պատրաստ ես ժամանակավորապես մոռանալ։ Խոստացել էի պատմել նաև հարկի մասին, չէ՞։ Ուրեմն ասեմ, որ ավանդից ստացած տոկոսագումարը հարկվում է 10% եկամտային հարկով։ Օրինակ, եթե ստացել ես 30,000 դրամ տոկոսագումար, դրանից 3,000-ը վճարելու ես հարկ։ Մի կարևոր բան էլ, ինչ էլ անես, չմոռանաս մանրամասն կարդալ ավանդի պայմանագիրը ստորագրելուց առաջ։ Ստորագրելուց հետո էլ վերցրու ու պահիր պայմանագրի օրինակը։ Խնայիր, մեծացրու գումարը, եղիր բարեկեցիկ։